Փաշինյան երբ հարցնչեց 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, դուք այնպես զարմացած արձագանքեցիք, ասես դուք Հայաստանի Հանրապետության վարչապետը չեք եւ չեք լսել, թե ինչպես են ադրբեջանցիները, ադրբեջանական կողմը, պաշտոնական Բաքվում դրա մասին խոսում եւ որպեսի հիշեցնեմ, ես ուզում եմ հայկական ժամանակի մի լրատվամիջոց, որը ձերն է, հայկական ժամանակի այս հրապարակումը կարդալ. Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ 1980-ից 1990-ական թվականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսքը, եւ Ալիևի կարծիքով վերադառնալու իրավունք ունեն։ Նրանք վերադառնալու իրավունք ունեն, թե ոչ, այս հարցին պետք է ուղիղ պատասխանել, հա, այո կամ ոչ, եւ երբ դուք ասում եք, որ այս ընթացքում նման խոսակցությունները կարող են սրել բանակցությունները եւ գուցե նաեւ պատերազմական իրավիճակ ստեղծել, հետո եք բանակցելու դրա մասին, դուք կողմ եք, որ ադրբեջանցիները գան, հանուն նրա, որ պատերազմ չլինի, կամ ձեր ասած խաղաղությունը, որ այս բանին ասում եք խաղաղություն կա, հանուն նրա, որ այդ խաղաղությունը շարունակվի, երկարատև լինի, դուք պատրաստ եք ընդունել 300,000 ադրբեջանցիների։ Ավարտեցիք ձեր հարցը, համոզված եք։ Այո, համոզված եմ։ Գիտեք, ես տպավորություն ստացա, թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ եմ խոսում, որովհետև ասում եք, պիտի ուղիղ պատասխանել այդ հարցին։ Այո, թե ոչ։ Ես գուցե մի անգամից ասեիք, ինչ է պետք պատասխանել այդ հարցին։ Այսինքն, հիմա այդ լրատվամիջոցներում երբեմն լրատվամիջոցներում ձեզ հայտնի մեզ մեղադրում են ադրբեջանական պրոադրբեջանականության մեջ, բայց կներեք, այստեղ ներկա լրատվամիջոցների 60%-ը առավոտից իրիկուն ադրբեջանական եւ թուրքական նարատիվների լոբինգով զբաղված Հայաստանի Հանրապետությունում։ Եվ քիչ առաջ դուք զբաղված եք ուղիղ դրանով, ուղիղ։ Դուք ավարտեցիք ձեր հարցը, ավարտել եք, թե չեք ավարտել։ Դուք ավարտեք, ես նոր կպատասխանեմ։ Դե ավարտել եք, ուրեմն հաջորդ հարց տվողին տվեք տեղը։ Հաջորդ հարց տվողին զիջեք ձեր տեղը։ Ինչ վերաբերվում է հարցին, ես էլի ուզում եմ ընդգծել, որ այդ թեմաները շահարկումը փոխկապակցված են իրար հետ, եւ այդ թեմաների շահարկմամբ Հայաստանում մասնավորապես նույն շրջանակն է զբաղված։ Երբ որ դրոշներ են տարբեր ծածանում, երբ որ խոսում են Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, երբ որ մեր նարատիվները, երբ որ մենք ասում ենք նման հարց պետքա չդրվի ընդհանրապես, այլ Ղարաբաղի մեր քույրներն ու եղբայրները պետքա բնավորվեն, տնավորվեն Հայաստանում, այդ ամենը իրար հետ է կապված։ Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետքա ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է, եւ նրանք, ովքեր ուզում են այդ օրակարգը առաջ մղել, նրանք ուրիշ բանով զբաղված չեն, նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար։ Ֆիզիկ ավարտել եք, դուք թե չեք ավարտել։ Ես դրա համար եմ ասում, այնա կալուգացի օլիգարխը ինքը չի հասկանում ինքը ինչ է խոսում։ Եվ հələ նրանք, ովքեր չեն հասկանում, այդ հələ հասկանում եմ։ Բայց նրանք, ովքեր որ հասկանում են եւ դա անելով են ասում եմ շատ ուղիղ ասում եմ։ Նրանք, ովքեր ծածանում են դրոշներ եւ խոսում են Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի իրավունքի մասին, մենք խոսում ենք, որ նրանք պետքա տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ մյուս խոսույթի հեղինակները նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար, տեղ բացել։ Որտեւ մեր քաղաքականության արդյունքում այդ տեղը փակվել է, նրանք ուզում են տեղ բացել։